2019 թվականի նոյեմբերի 28-ին Մոսկվայում կասկածելի հանգամանքներում պայթյուններ ունեցավ։ Մահացավ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Վերջինիս մահվան դեպքից անցել է 6 տարի եւ մի շարք հարցեր մինչ օրս մնում են անպատասխան։ 5 տարի առաջ այսօրը 2019 թվականի նոյեմբերի 28-ին Մոսկվայում կասկածելի հանգամանքներում մահացավ մարտի 1-ի գործով վկա ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։ Մինչ օրս առեղծված է մնում նրա մահը։ Բանն այն է, որ 2019 թվականին կասկածելի հանգամանքներում մահանում էին մարտի 1-ի գործով անցնող անձիկ։ Աշոտ Կարապետյանի մահվանից 2 ամիս առաջ էլ հայտնաբերվել էր 2003-ից 2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Ոստիկանության նախնական վարկածով տեղի ունեցածն ինքնասպանություն էր։ Հարությունյանը եւս մարտի 1-ի գործով էր անցնում, ու մինչև օրս նրա մահը մնում է առեղծված, իսկ գործով քննությունը շարունակվում էր։ Իսկ ինչ էր եղել մարտի 1-ի գործով վկա Աշոտ Կարապետյանի հետ Ռուսաստանում։ 2019 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։ Ըստ ռուսական լրատվամիջոցների հաղորդումների, ոստիկանության նախկին պաշտոնյայի մահը վրա էր հասել Պիտիգորսկում մասնավոր գարեջրի գործանում գազի պայթյունի հետևանքով։ Ըստ տեղեկությունների, պայթյունի հետևանքով մահացել է նաև ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մոր եղբայրը։ Ռուսաստանում 2 մարդկանց մահվան առթիվ քրեական գործ էր հարուցվել աշխատանքային պահանջները չբավարարելու հատկանիշներով։ Ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին, որ գարեջրի գործարանը գազի ցանցին միանալու թույլտվություն չի ունեցել, եւ գործով քննությունը շարունակվում է։ Ու այդպես էլ շատերին անհայտ մնաց։ Ինչու են մարտի 1-ի գործով անցնող վկաները կամ մեղադրյալները առեղծվածային պայմաններում մահանում։ 49-ամյա Կարապետյանը ոստիկանության համակարգում աշխատել է 1990-ականներից 2008 թվականի մարտի 1-յան իրադարձությունների ժամանակ էլ զբաղեցրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության խորհրդային բաժնի պետի պաշտոնը։ Հետընտրական արունարի իրադարձությունից 1 տարի անց պարգևատրվել է հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալով։ Հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին, որ Կարապետյանը մարտի 1-ի քրեական գործում վկայի կարգավիճակ ուներ։ Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշել էր, որ Աշոտ Կարապետյանը հետընտրական իրադարձություններին իր մասնակցությունն է ունեցել։ 2008 թվականի փետրվարի 29-ի միջոցառում կոչված տեղանքի զննություն օպերացիան եւ դրա ամբողջ գիշերվա ընթացակարգի հետ Աշոտ Կարապետյանն առնչություն ուներ։ Նա էր զանգել Արմեն Նիկողոսյանին, կանչել ոստիկանություն, անուհետև ոստիկանությունում մենք գիտենք ինչ իրավիճակ եղել այդ ժամանակ զենքերի հետ կապված, օպերացիան իրագործելու հետ կապված եւ ժողովրդի դեմ նախահարցակ լինելու հիմքեր ստեղծելու հանգամանքներին վերաբերող քննարկումները եւ բուն դրա իրագործումն է։ Որպես ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա նա եւս առնչվել է այս ամենին, ինչ որ առավոտվա գործողություններում արկա են եղել ոստիկանության բիրտ ուժի կիրառման ժամանակ, ասել էր Սաֆարյանը։ Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչի գնահատմամբ Կարապետյանը մարտի 1-ի գործով պիտի հարցաքնվեր։ Ըստ նրա չի կարող ասել Կարապետյանի մահը կապ ուներ այս իրադարձությունների հետ թե ոչ։ Չեմ էլ ուզում բացառել այն վարկածը, որ կարող է եւ կապ ունենալ, որովհետեւ զարմանալի զուգադիպությամբ բոլոր այն անձիկ, ովքեր մարտի 1-ի առանցքային գործողությունների կիզակետում եղել են, այս անձիկ կամ ինքնասպան են լինում, կամ մահանում են, եւ ինչ որ բան նորմալ չեմ համարում այս ամենի մեջ։ Իդեպ Կարապետյանը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել հատկապես ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանի գործի շրջանակներում։ Վիրաբյանը հայտարարել էր 2004 թվականին ընդդիմադիր ցույցերին մասնակցելու համար իրեն խոշտանգողների շարքում է եղել նաև Աշոտ Կարապետյանը։ Հետագայում Եվրոդատարանը 2012 թվականի վճռում Հայաստանին պարտավորեցրել էր 31,000 եվրոյի փոխհատուցում վճարել։ 2016 թվականին ոստիկանության ՊՊՑ գնդի տարածքը Սասնա-Ծռեր զինված խմբի կողմից գրավելու օրերին Երևանում մեկնարկած հանրավակներից հետո Կարապետյանը ենթարկվել էր կարգապահական տուժի, ապա ազատվել Երևանի ոստիկանապետի պաշտոնից։ Այդ օրերին ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ։ Տասնյակ մարդիկ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Հեղափոխությունից հետո հայտնի դարձավ, որ Կարապետյանը Ռուսաստանում էր։ Մարտի 1-ի գործով պետք է հարցաքնվեր, սակայն պայթյուն եւ առեղծվածային պայմաններում այդ պայթյունի կիզակետում է լինում նաեւ Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որի մահը մինչ օրս մնում է առեղծված, ինչպես մարտի 1-ի գործով մյուս վկաների եւ մեղադրյալների մահվան առեղծվածները։